հանրակրվեները, բոլոր տեսակի սահմանադրության պահպանումը եւ այլ։ Ապա մենք պետք է ուրիշ բան անենք, որովհետեւ ես վստահ եմ, որ այդ քայլերից հետո, անկլավների այդ փոխանակումից հետո առաջ է գալու փախստականների վերադարձի խնդիրը Ադրբեջանից Հայաստան եւ շատ դժվար կլինի մեր պետության ղեկավարներին նստել եվրոպական լիդերների մոտ ու Ալիևի ներկայությամբ ասել, որ այդ խնդիրը այսպես կոչված չի կարելի այսօր լուծել, դեպի ժամանակի ընթացքում, հետագայում, որովհետև եվրոպական լիդերների աչքերը կկլորանան, ասեն ոչ թե չեք ուզում, որ մարդիկ վերադառնան իրենց տները ապրել, շատ դժվար է լինելու։ Եվ ընդհանրապես, երբ որ հեղեղ է լինում, դժվար է հեղեղի դեմը լապատկաներով կամ ինչ-որ ձևերով առնել, հող լցնել, հեղեղի դեմը փակել, որ վնաս չտա։ Պետք է վազես մի 3-4 կիլոմետր ներքև, փորձես փորել ջրանցքներ կամ ջրանցք եւ ջրին խնդրես, որ լցվի ջրանցքի մեջ ու գնա այնպիսի հունով, որ վնաս չտա քեզ։ Հիմա ես մենք մոտավորապես այդպիսի իրավիճակում ենք գտնվում։ Շատ դժվար է լինելու դիմակայել։ Եվ հիմա իմ սարսափելի առաջարկությունը կայանում է հետեւյալում. Եթե հնարավոր չլինի հասնել այն բանին, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, Արտվաշենը մնա Ադրբեջանին, ընդդեմ 40 կիլոմետրի թվաբանությունը կարելի է կարգավորել իհարկե, ապա մենք պետք է հրաժարվենք նաև Արտվաշենից, որպես բողոք, որպես անվստահություն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության, որովհետեւ իրանք չեն ձգտում իրական խաղաղության, իրանք հետապնդում են այն նպատակները, որոնք առավոտից երեկո հնչեցնում են։ Եվ դա կլինի հնարավորություն կարողա տալ, որ մենք դեմը առնենք հեղեղի եւ ժամանակը, որ մի 20 տարի, 30 տարի հետաձգենք փախստականների վերադարձի խնդիրը, միջև որ կայուն խաղաղությունը կհաստատվի։ Բան եք ասում ներողություն։ Դե հիմա պարոն Խաչատրյան, խմբակցանիստերի ժամանակ ասում էի թաքուն վախենալով խոսում էի, ասում էի, ասում եք մի ասեք, այդպես բան չկա։ Հիմա սա աշխարհը խոսում է, ես չխոսամ։ Որն եմ հակառակ ասել։ Որը։ Շնորհակալություն, ժամանակը ավարտվել է։ Որը։ Շնորհակալություն, պարոն Եղան, տեղից մի խոսացեք, պարոն Խաչատրյան, ձեզ էլ եմ խնդրում տեղից չխոսել, հաջորդ ելույթի համար մի վարքյան, պարոն Արշակյան, դուք եք ելույթի ուզում եք, հանել եք, Վահե Ղալումյան, համեցեք պարոն Ղալումյան, Դարլություն լրություն, հարգելի գործընկերներ։ Իմիջիալից ձեզ տեղյակ պահեմ, չգիտեմ նկատել եք թե չեք նկատել, բայց ես տեղ կոճակ ունեմ, որով արդեն այլևս հնարավորություն ունեմ բանախոսի, բարձրախոսի ինքնուրույն անջատել, Նենց որ խնդրում եմ հաշվի առնել, որ չստիպեք, 37 թիվն է, չստիպեք ես դա անեմ, շնորհակալություն, խնդրեմ պարոն Ղալումյան։ Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այնինչ 2026 թվականի բյուջեով նախատեսված է, դրա մասին կարելի է ժամերով խոսալ, այնինչ մենք օրերով ենք անում, եւ եթե ընդդիմությունը այստեղ ասելիք ունի, որոշ ասելիքներ կարողանում են թեկուզ մի քիչ հոդաբաշխ հիմնավորել, ապա այն խնդիրները, այն խնդիրները, որ լուծված են, դրանց անդրադարձը պատշաճ չի արվում, ես ուզում եմ դրան անդրադառնալ։ 2018 թվականի հետհեղափոխական Հայաստանում 18 թվականի հունիսին, երբ նշանակվեցի մարզպետ առաջի անգամ, մարզային առաջի այցելության ժամանակ Բերանի տարածաշրջան հետաքրքիր մի հատ փաստի առնչվեցի, երբ գնում էի Ոսկեպան Կոթի բարեկամավան գյուղերայցի, համարյա նոր արված ասֆալտի երկու շերտի միացման մեջ 10 սանտիմետր խոտ էր աճել։ Նույն տեսարանը հանդիպեցինք Բերդի տարածաշրջանի գյուղերին։ Այդ գյուղերը լքված գյուղեր են։ Հիմա մենք այդ գյուղերում հազարավոր տներ ենք կառուցում եւ ձեզնից կամ մարդիկ, որ 16 միլիոնանոց ծրագրերն են փնովում, դրանց մեջ չտեսնելով այն խնդիրները, որոնք մենք լուծել ենք։ Սահմանամերձ Բերքաբեր գյուղը, ես դրա մասին մի անգամ եմ խոսացել, 1800-ական թվականներին ունեցել է 300 հոգի բնակչություն, մոտավորապես 50 տուն։ 2023 թվականին 200 տարվա ընթացքում Բերքաբերը աճել էր 70 տնով։ 2023-ից 25 թվականները Բերքաբերում արդեն կա 101-21 միլիոնանոց հաստատված ծրագիր։ 18 թվականից ի վեր մեր կառավարությունը Բերքաբերում գրեթե 3 միլիարդ ներդրում է արել։ Ինչ արել նախկինում 20-30 տարվա կառավարությունը Բերքաբերի համար։
Օրինակս բերում եմ Բերքաբերի համար, որովհետև 15 տարի աշխատելով Իջևանի ճանապարհին ամեն տարի ակտիվացել է խոսակցությունը, որ Բերքաբերի ճանապարհը կառուցվում է։ Ոչ մի անգամ չի կառուցվել։ Մենք չենք խոստացել, բայց կառուցել ենք։ Կառուցել ենք Մովսեսի ճանապարհը, կառուցել ենք Աճարկուտի ճանապարհը։ Իսկ թե ինչպես է, ինչու է դա եղել, կա ասենց սկզբունք, տարածքների համաչափ զարգացման սկզբունքը, որի համար ստեղծվել է տարածքային զարգացման հիմնադրամ։ Ինչ է արել այդ տարիներին այդ հիմնադրամը, որ չի անդրադարձել այս հարցերին։ 2013 թվականին Բերքաբերի դպրոցում սովորել է 33 աշակերտ։ 2025 թվականի սեպտեմբերին Բերքաբերի դպրոցում սովորել է 70 աշակերտ։ Եվ Սերժ Սարգսյանը եւ ոչ ուրիշ մարդ այս հարցերի պատասխանը տվել է իր 2-3 օր առաջ արված ասուլիսի ժամանակ, որ $2 միլիոն ներդրում չեն անում 20 աշակերտ ունեցող գյուղում։ Սա մեր բերքաբերցիներին եւ սահմանամերձ բոլոր գյուղերի բնակիչներին պարզ ասում է, թե ինչ արել։ Իսկ ինչի չեն արել ներդրումներ նաեւ Հյուսիսային պողոտայում, որտեղ Հյուսիսային պողոտայում մի քառակուսի մետրից $3000 գումար են աշխատել։ 4000, 5000։ Ինչի են արել։ Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունն այստեղ չի խոսում սրանց մասին։ Բերդի տարածաշրջանի ժողովրդին 1998 թվականին եւ 2003 թվականին խոստացվել է Իջևան Գանձակար Իցակար Նաուր Բերդ ճանապարհի շինարարությունը։ Նախագիծ չի արվել։ Այնուհետև խոստացել է Սերժ Սարգսյանը, նորից նախագիծ չի արվել։ Մենք կառուցում ենք այդ ճանապարհը, այս տարի ինքը եզրափակիչ փուլին կհասնի եւ դրան լրացում կառուցում ենք նաեւ Թթուջրի Սարի ճանապարհը։ Ես դրանով ուզեցի մեր գործընկերների ուշադրությունը դարձնել, նորից եմ ասում, այն ինչ որ արվելու է, դա քննարկման ենթակա է, բայց այն ինչ որ չեք տենում, դա շատ ծանր, շատ վատ բան է։ Եվ ուզում եմ մի մանրուքի էլ ուշադրություն դարձնել, այսօր առավոտը 10:00-ին եւ մեր գործընկերներից ոմանք մի քիչ ուշացած պետք է հասնեին ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման ազգային ժողովում կան մարդիկ, ովքեր դահլիճում նստած չեն գրանցվում։ Այնինչ կառավարության մեր գործընկերները պետք է ժամ առաջ գնալ իրանց գործերին հետևել։ Դրա պատճառով կառավարության նիստը հետաձգվել։ Դուք պետության կողմից վարձատրվող մարդիկ եք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ղալումյան, Ջուլիետտա Ազարյան, համեցեք։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Եթե ընդդիմության մեր երկու ներկայացուցիչները, Տիկին Գալստյանը եւ Տիկին Գյուրեղյանը, պայքարեին մանիպուլյացիա բառի հոմանիշը կամ հոմանիշին համապատասխան տեր ստանձնելու հետ, ապա այս մրցապայքարում վստահաբար Տիկին Գալստյանը այսօր կհաղթեր, որովհետև Տիկին Գալստյանը երբ նշեց, թե գիտությանը հատկացրել եք ընդամենը ՀՆԱ-ի զրահամբողջ 35%, Տիկին Գալստյան, եթե լսում եք ինձ, ոչ թե ընդամենը, այլ արդեն իսկ, որովհետև եթե ես չեմ սխալվում, իսկ ես չեմ սխալվում, պատմության մեջ ամենամեծ ոլորտի կառավարման կարծես թե փորձը ձեր ուժը ունին, եւ այս իմաստով դուք առնվազն խոսելու իրավունք չունեք ինչի, որովհետեւ առնվազն միայն իներցիոն աճ եք ապահովել այդ ընթացքում։ Եւ 0.35% աճ ընդհանրապես ապահովելու դեպքում երբ նշում եք, ձեր կառավարման ընթացքում 0.18-ից 21% է կազմել այս թիվը։ Այս թվերի առումով խնդրում եմ մի փոքր զգուշ եղեք եւ նշում էիք 2020 երբ նշում էիք ակադեմիական քաղաքի կառուցման մասին, հարգելի հայրենակիցներ, ես էլ եմ մանիպուլյացիայի դասական դրսևորում 2022 թվականին մեկնարկել է ծրագիրը, ոչ թե կառուցման աշխատանքները, խնդրում եմ ուշադրություն դարձրեք սրան։ Նաև խոսեցիք գիտաշխատողների մասին, երբ խոսեցիք, ասացիք աշխարհում վերջին տեղն ենք զբաղեցնում։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք 48 երկրների
շարքում Հայաստանի Հանրապետությունը 40-րդ տեղն է զբաղեցնում։ Իհարկե նախանձելի չեն ձեր մաթեմատիկական գիտելիքները, այս իմաստով, Տիկին Գալստյան, եթե ինձ լսում եք, եւ ընդ որում խոսում է մի ներկայացուցիչ, որի կառավարման ընթացքում ընդամենը մեկ ռեֆորմ ունեն, ես քիչ առաջ նայում եմ ուսուցիչների մասով, որակավորման տարակարգի 4 աստիճան համակարգն են ընդամենը ներդրել։ Բայց 18 թվականից մինչև 25 թվականը հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, Վարձատրության ֆոնդը 37 միլիարդի շեմը հատել է։ Եվ երբ խոսում եք հետագծից քաղաքական հարգելի ընդդիմություն, հատկապես Տիկի Գալստյան, ձեր քաղաքական հետագիծը այնքան եք լղոզել եւ այնքան է լղոզված, որպեսզի ակներև լինի ձեր քաղաքական հետագիծը, առնվազն 7D ակնոց պետք է կրել, որպեսզի տեսանելի լինի ձեր քաղաքական հետագիծը։ Չեմ կարող չխոսել, իհարկե, վերջին օրերին շատ ակտուալ է դառել բացառիկ բառը, իհարկե բառը շատ գեղեցիկ է, բացառիկ բառը շատ բացառիկ բառ է, իհարկե, բայց հոգեբանական թրիլերը անվանել բացառիկ, մեղմ ասած լուրջ չէ, բայց այդ հոգեբանական թրիլերի մեջ մի միտք կար, որը շատ տպավորիչ էր բացառիկության տեսանկյունից, երբ Սերժ Սարգսյանը ասաց, որ ես մեջ բերեմ իր խոսքերը, ասաց, որ եղել է մի ընթացք, անկեղծ սա բացառիկ խոստովանությունները ըստ էության, ասաց, եղել է մի պահ, երբ գայթակղությունը մեծ է եղել վերախմբագրել, վերաձևակերպել իր այն հայտնի միտքը, թե Նիկոլը ճիշտ էր եւ ես սխալ, նա ցանկացել է խմբագրելով այս միտքը ասել Նիկոլը ճիշտ էր եւ դուք սխալ, եւ ըստ էության ովքեր էին այդ դուքերը, սիրելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, պարզվում է, ընդ որում սա իմ ենթադրությունը չէ, այնքան անկեղծացավ Սերժ Սարգսյանը, որ որոշեց բացել այս ձևակերպումը, նա ասաց այդ դուքերից առաջինը այն քաղաքացիներն էին, այն աշխուժակները, իդեպ սիրելի հայրենակիցներ, ձեզ անվանելով աշխուժակներ, ովքեր հայտնվել էին փողոցում, ձեզ եւ մեզ, երկրորդ ավելի անկեղծանալով, շատ անսպասելի էր այս անկեղծ ձևակերպումը, ասաց, այդ դուքերի մեջ մտնում էին նաեւ նրանք, ովքեր պիտի իրենց կաշվի գնով, իդեպ պարոն Սարգսյան, նախագահ եք եղել, մինչև հիմա չգիտեք, որ ոչ թե կաշի, այլ մաշկ, իրենց մաշկի գնով պիտի, խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս բառին, հանդարտեցնեին ժողովրդին, կարծում եմ նա այլ իրականության մեջ եղել, որովհետև այդ ընթացքում ժողովրդին հանդարտեցնելու կարիք չկար բնավ, եւ կուլմինացիան էր շատ հետաքրքիր, այդ դուքերի մեջ նաև մտնում էին այն քաղաքացիները, պարզվում է, ովքեր տանը նստած սպասում էին ատամները սեղմած իր հրաժարականին։ Եվ ինչ պարզվեց, առնվազն ինձ համար պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը խնդիր չունի իշխանության հետ, իշխանության ներկայացուցիչների հետ չունի խնդիր, նա խնդիր ունի ժողովրդի հետ, նա չի ներել ժողովրդին, հարգելի հայրենակիցներ, նա չի ներել ժողովրդին 18 թվականին, ինչի վառ արտացոլումներ, այն մտքերը, որոնք նա անկեղծորեն առանց վարանելու մեջ բերեց իր հոգեբանական թրիլերի ընթացքում, նա երկրորդ անգամ չներեց 21 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացունով վերահաստատեց իր վստահությունը հայ ժողովրդին եւ վերջում մեկ խորհուրդ հարգելի ընդդիմություն, ովքեր խորհուրդ էին տվել ժամը 10:00-ին ուղիղ եթեր դուրս գալ եւ ընդ որում 7 ժամ տևածող, պատկերացեք 17 ժամ եթե խոսար, ինչքան կանկեղծանար նախկին նախագահը, հաջորդ անգամ ճիշտ կանի նախագահը 12-ից ժամը 00:00-ից հետո հանդես գա իր անկեղծ թրիլերով, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին հանգիստ քուն մտնի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջորդ ելույթի համար Քրիստինե Վարդանյան, համեցեք։
Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել իր պատկերացումների մասին, մտածածին պատկերացումները վերագրելով իրականությանը, դրան անգամ կոնցեպտի անուն են տվել, անվանել եք իրական Հայաստան։ Ես ուզում եմ խոսել Հայաստանի իրականությունից, եւ քանի որ բյուջեն ենք քննարկում, սկսենք թվերով։ Իմ գործընկերները շատ ասացին, շատ խոսվեց պետական պարտքի կրկնապատկման մասին, դրա մասին շատ խոսվեց, ես հիմա ավելի մանրամասն չխոսեմ, բայց ես իսկապես ձեզ մի կիսաանձնական բնույթի հարց ունեմ, էլի, եթե դա հանկարծ խախտում է ձեր անձնական տարածքը, ինչ որ այլ գաղտնի տվյալներ է բանանում, պարունակում կարող եք հանգիստ չպատասխանել, բայց անկեղծ ուզում եմ հասկանալ, այդ որ կրկնապատկել եք, շուրջ 8 միլիարդով ավելացել եք, այդ գումարները ինչ եք արել։ Ես լուրջ ուզում եմ մի հատ հասկանալ, ինչ են եղել այդ գումարները, որտեղ ես նայում եմ ցուցանիշներին, նայում եմ թվերին, վիճակագրական ցուցանիշներին։ Օրինակ դուք ստանձնել եք պետության ղեկավարությունը, իդեպ 7 տարի արդեն իշխանության եք, հավակնում եք լինել ամենաշատ Հայաստանում պաշտոնավարած թիմը եւ ղեկավարը, ստանձնել եք, երբ որ աղքատությունը 23.5% է։ Չեմ էլ անդրադառնում ինչ խոստում եք տվել։ Հիմա ըստ վերջին տվյալների 2025-ի այդ աղքատությունը 23.7% է։ Այլ ցուցանիշներ ենք բերում, ծայրահեղ աղքատության, հանցավորությունների աճի, թմրան միջոցների ապօրինի շրջանառման, որտեղ ավելացում կա, դուք ասում եք, դուք չեք հասկանում, մեթոդաբանությունն ենք մենք փոխել։ Սկսել ենք ուրիշ ձև հաշվել, դրա համար է մենակ բանը պայմանավորված, թվերի վատթարացումը, ուրիշ ոչ մի հանկարծ այս երկրում խնդիր չկա։ Բայց այ որտեղ աճ կա օրինակ 31%-ի աճ սպառողական վարկերի բանում, սպառողական վարկ վերցնողների թվի մեջ։ Վարկով ապրող պետություն, վարկով ապրող քաղաքացի, գնալով թանկացող գներ, չաճող եկամուտներ, այսինքն ոչ թե չաճող, թվերը աճում են, բանի վրա, թղթի վրա աճում են, կենսամակարդակը դրանից աճում է, չէ, բայց ես անձերն աչքով կարող եմ տեսնել այդ գումարների մի մասը առնվազն որտեղ են գնացել, ձեզնից կարող եմ տեսնել, ձեր թիմակիցներից, ձեր վարած մեքենաներից, հիմա ես ուզում եմ գալ նաև ժողովրդավարության իրական պատկերի, Այս ինչ աղմուկ է, ժողովուրդ ջան, կգաք ստեղից կխոսեք։ Ես ժողովրդավարության իրական պատկերի մասին եմ ուզում խոսալ։ Ուրեմն կրեդոն այս թիմը հայտարարել էր, որ ժողովրդավարությունը իր կրեդոն է։ Հայտարարումը, չգիտեմ էլ իրականում ինչ դեմքով ընտրություններ չկեղծելու, վարչական ռեսուրսներ բանանելու, չօգտագործելու մասին։ Համայնքների անուններ եմ ուղղակի կարդում, մի հատ լսեք, էլի։ Գորիս, Թալին, Վանաձոր, Վարդենիս, Բերդ, Անի, Ալավերդի, Ախուրյան, Գյումրի, Մասիս, Մեղրի, Քաջարան, Կապան, դուք այս կամ այն կերպ միջամտել եք այս համայնքներում տեղի ունեցած ընտրություններին, որտեղ ձեր սրտի թեկնածուներ չեն ընտրվել։ Իսկ փարաքարինը չեմ անդրադառնում, ուղղակի, որ ֆիզիկապես այդ մարդը այլևս գոյություն չունի։ 15 համայնք Չէ, սա ընտրություններ չկեղծել է, բանը, կեղծելու հետ կապ չունի, մենք չենք կեղծում ընտրություններ, մենք ուղղակի իրանց արդյունքների հետ հաշվի չենք նստում։ Բանը, ԿՊ-ի կրեդոն, նոր բանը, հայտարարությունը, սլոգանը։ Հաջորդը 10 թեմ ունի Հայաստանի Հանրապետությունը։ 10 թեմ։ Ինչ եք կարծում, քանի թեմի առաջնորդը հենց հիմա, երբ որ ես խոսում եմ, բանտում։ 3։ Չէ, սա հանկարծ սխալ չհասկանաք։ Սա բանը, եկեղեցու դեմ արշավ չի, չէ, կապ չունի դա որևէ կերպ եկեղեցու արշավի, վեհափարի նկատմամբ արշավի հետ, պատահականություն է, ուղղակի, հենց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեր եկեղեցու մասին խոսեց նույն Փաշինյանի հայտարարություններով, հենց Հայաստանում սկսվեց արշավը եկեղեցու դեմ, սրբազաններ միանգամից հանցագործ դարձան, միանգամից, դա որևէ բոլոր համընկնումները բան են, պատահական են։ Այսօր առավոտյան մեր մոտ ընդհանրապես նենց բան է, գիտեք, անցած Քարորյանի ինչ տեղ ունեցավ, երբ որ իմ գործընկերը ստեղից խոսում էր քաղբանտարկյալների մասին, իր ելույթի ընթացքում այդ քաղբանտարկյալների թիվը ավելացավ։ Մենք արթնանում ենք, որ գանք ազգային ժողով կամ այլ տեղ աշխատանքի ու չգիտես ինչ իրավիճակում կարթնանաս։ Այսօր առավոտյան դուք նորից կալանավորել եք 2 բլոգերների, ձերբակալել եք։ Ժողովուրդ ջան, հանգիստ, կգաք ստեղ կարտահայտվեք, հանգիստ։ Հիմա, դուք կալանավորել եք, մի քանի ամիս առաջ էլ, նույն հոտվածով, նույն մարդկանց կալանավորել եք։ Հետո գիտեք դատան ինչ որոշեց այդ հոտվածի հետ կապված։
Առաջինացիան անմեղ ճանաչեց այդ մարդկանց։ Գիտեք, ես չեմ ողջունում վիրավորական խոսքը, հայոյանք առավել եւս, չգիտեմ էլ անգամ ինչ են ասել, բայց ես խորը կասկածներ ունեմ, Նիկոլ Փաշինյան, որ ձեզնից ավելի վատ բառապաշար են օգտագործել։ Խորը կասկածներ ունեմ, անկեղծ եմ ասում։ Ու չգիտեմ ինչի։ Մենք չենք տեսնում, որ ԱԱԾ-ն գալիս է ձեզ կռացրած տանում է։ Մենք չենք տեսնում, որ մարդասպաններին ԱԱԾ-ի հատուկ հակահաբեկչական ջոկատը գալիս տենց կռացրած տանում է, բայց դիմադիրներին խնդրեմ, վեհարան է պետք մտնել։ ԱԱԾ-ի բանը ջոկատը ինչի համար է ահաբեկչության դեմ պայքարի, սև, կարմիր բոլոր բերետավորները։ Ես ուզում եմ խոսեմ Հայաստանում պատասխանատվության կամ իրականում անպատասխանատվության իրական վիճակից։ Մի քանի օր հետո լսումներ եք դրել, վերնագիրը կարծեմ մարտի 1-ի քաղաքական պատասխանատվությունը։ Լավ եք արել, իրականում ես կարծում եմ, որ մարտի 1-ի քաղաքական պատասխանատուներին մենք պիտի գտնենք, այո, ես ձեզ հարց ունեմ, ինչի միջև հիմա մարտի 1-ի սպանությունները այդպես էլ չեք բացահայտել, ասում են քննության ընթացքում ամենակարևորը, որ ինքդ քո հետքի վրա չբանանես, դուրս գաս։ Մարտի 1-ի քաղաքական պատասխանատուներին էլ պիտի գտնենք, ընդհանրապես բոլոր, այո, Հայաստանում աղմկարույց դեպքերը, եթե քաղաքական նրբերանգ ունեն, պիտի պատասխանատուներին գտնվեն ու պատժվեն, բայց ես հարց ունեմ։ Ինձնից հետո առողջապահության նախարարն է խոսելու։ Այն զինվորների մասունքները պարկերի մեջ պահելու քաղաքական պատասխանատվության հարց կա թե չկա, թե ներողությունը մենակ հերիք է։ 15 զինվորների այրվելու քաղաքական պատասխանատվության հարց կա թե չկա, հղի կնոջ վրայերթի քաղաքական պատասխանատվության հարց կա թե չկա։ Ձեր դեմ ցույց իրականացնողների վրա չթույլատրված զինատեսակներ կիրառելու քաղաքական պատասխանատվության հարց կա, այստեղ խնդիր չկա։ Թե քաղաքական պատասխանատվությունը մենակ են ոչ ձեզ է վերաբերում, բոլորին ոչ ձեզ։ Ես ուզում եմ խոսել իրական անվտանգային իրական իրավիճակից։ Շատ ենք խոսել այս պայմանագրերից, այդտեղ ինչքան պետք լինի հայտարարությունները եւ պնդումները կրկնեմ, բայց ես մի հատ քրոնոլոգիա եմ ձեզ ուզում ներկայացնել։ 2020-ի նոյեմբերի 9-ին կնքել եք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, պատճառաբանությունը մարդկանց փրկել, որ պատերազմ չլինի։ 2021-ին Սև լճում եկել են, տարածք են գրավել, միջև հիմա այդտեղ են։ 22-ին Ջերմուկում են տարածք գրավել, միջև հիմա դուրս չեն եկել, գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ կսովածանան, հետ կգնան։ 2023-ին հայաթափվել է Արցախը, 24-ին Տավուշում միակողմանի զորքերը ետ են քաշվել։ 25-ին դուք հայտարարել եք, 25 ենք եկել հասել, նոյեմբերի 9-ին կնքել եք Արցախի վերաբերյալ այդ փաստաթուղթը, ամբողջ 5 տարի հայտարարել եք, որ Արցախով Ադրբեջանի պահանջները սահմանափակվում են, 25-ին եկել եք, դուք հլը հայտարարում եք, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Մի հատ էլի հաջորդ կիսաանձնական բնույթի հարցը տամ։ Այդ ամբողջ փաթեթը կհրապարակեք, հասկանանք Ադրբեջանը մեզնից սենց ամբողջապես ինչ է ուզում, թե դուք էլ չգիտեք։ Ամեն անգամ, երբ որ մի պահանջը բավարարում եք, գալիս է 2-3-ը ավելանում է, եւ այդպես է։ Բայց դուք չեք դա ասում։ Ամեն զիջում ներկայացնում որպես վերջինը, բայց դրան ավելանում է հաջորդ 2-ը, 3-ը եւ մնացածը։ Հիմա ես գիտեմ, որ մենք երբ այսպես խոսում ենք, ներկայացնում ենք խնդիրները, իրականությունը, մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը համաձայնում է արդեն, որտեղ դուք այնտեղ եք հասցրել, որ եթե մի քանի տարի առաջ բռնապետ Նիկոլ Փաշինյանը տերմինը բառակապակցությունը ծիծաղելի էր, հիմա էլ ծիծաղելի չի այդ։ Բայց մեր քաղաքացիները ավելի շատ հարցնում են այլընտրանքների մասին, որ իրականում որն է մեր այլընտրանքը, ինչպես կարող ենք այս իրավիճակից դուրս գալ։ Դիմելով ձեզ, սիրելի քաղաքացիներ, հատկապես երիտասարդներ, կախարդական փայտիկներ չկան։ Մի անգամ կախարդական փայտիկ խոստացողը տեսակ ինչ աղետ ձեզ բերեց։ Միակ ճանապարհը ձեր մասնակցությունն է քաղաքական գործընթացներին, ընտրություններին կլինի հաջորդ կիրակի օրը վաղար շաբաթում, որովհետև ձեր չմասնակցությունը ուղիղ ինդուլգենցիա է գործող իշխանությունների քայլերին, արարքներին, գործողություններին ու ծրագրերին։ Այլընտրանքը ինչքան էլ տրիվիալ հնչի, սկսվում է չանելուց այն, ինչ անում են այս մարդիկ, ու չլինելով այն, ինչ այս մարդիկ են, որովհետև շատ կարելի է ծրագրային, դոկտրինալ այլընտրանքների մասին խոսել, բայց ես ձեզ խնդրում եմ, պատկերացրեք Նիկոլ Փաշինյանին բանակցելուց կառավարական առանձնատների շուրջ, հիմնավորելուց, որ ինքը պիտի այդտեղ լինի, այդտեղ կարևոր է, իր բոլոր անվտանգային միջոցները շատ կարևոր են, ու պատկերացրեք նույն Փաշինյանին բանակցելուց Արցախահայերի իրավունքների շուրջ։ Տարբեր Փաշինյաններ են դրանք։ Տարբեր Փաշինյաններ են, այլընտրանքը ընդհանրապես սկսվում է քաղաքական հակառակորդներին ավելի քիչ ատելուց, քան սիրում ես պետությունը։ Ձեր այլընտրանքը սկսվում է չլինել Նիկոլ Փաշինյանից, ու այդ քաղաքական ուժերը ու դերակատարները Հայաստանում կան։ Ուղղակի ձեր քվեով, ձեր մասնակցությամբ
դուք պետքա մերժեք այս ծրագրի մասը դառնալը, որովհետև այս մարդիկ ձեզ դարձնում են իրենց հանցակիցը։ Ինչ անում են, պատասպարվում են ձեր ետևում սիրելի քաղաքացիներ։ Հաջորդի ելույթ կունենամ ես։ Ես առողջապահության նախարարը չեմ, բայց ձեր ելույթից հետո կարծում եմ իմ ելույթը տեղին կլինի եւ ընդհանրապես որ լսում եմ ձեր ելույթները, ես մի խոսքով դժվար է զսպելը ու ելույթ չունենալը, որովհետեւ գիտեք անընդհատ այդ մտքի հետ եմ պայքարում եւ անընդհատ լրագրողներին ինձնից հարցազրույց վերցնող մարդկանց պատասխանում եմ, թե ինչի ենք մենք րոպե մեկ խոսում անցյալից, ինչի ենք խոսում, ինչի ենք իրար հետ վշտվում, ինչի ենք վիճում ստեղ, ինչի է այդ կռիվը տեղի ունենում։ Իսկ պատճառը ակնհայտ է, որովհետև դուք մնացել եք կեսկիսով չափ 1918-ից 20 թվականում եւ մնացել եք այն իրավիճակի մեջ, երբ որ դուք իշխանության մի մաս եք եւ ձեզ ամեն ինչ կարելի էր եւ հիմա ձեզ նյարդայնացնում է, որ դուք որևիցե բան չեք կարողանում անել, որտեղ քաղաքական գործիչը, որը այլևս լծակ չունի, դուք քաղաքական գործիչներ եք, որոնք ժամանակին լծակ ունեիք, հիմա դուք լծակ չունեք, իշխանական դուք տենց տվայտանքների մեջ եք, որտեղ ոչինչ չեք կարողանում անել։ Դուք քննադատում եք իշխանությանը, քննադատում եք վատ, դա էլ չեք կարողանում։ Դուք չեք կարողանում այդ քննադատությունը տեղ հասցնել, չեք կարողանում ձայն հավաքել, դուք չեք կարողանում քաղաքական հաջողություն ունենալ։ Չի ստացվում ձեր մոտ։ Արդեն ակնհայտ է 5 տարին լրացել է, սա 5-6 ամսից ընտրություններ է։ Տիկին Գյուրյանը գայիս ասում ակնհայտ է, որ դուք հաջորդ ընտրություններին չեք անցնել։ Ուզում հասկանամ, դաշնակցությունը անցնելու է հաջորդ ընտրություններին, այդ որտեղից է այդ վստահությունը կամ ընդհանրապես դաշնակցությունը երբևիցե ամենամեծ ներկայությունն է այսօր ունեցել, այն էլ հույս դնելով եւ խաղաքարտ սարքելով այն զոհերը, որոնք եղան պատերազմի ժամանակ են ատելություն բարձրացնելը եւ այլ։ Գիտեք ինչ, ներվայնացնում է, ջղայնացնում է, երբ որ մարդիկ գողը գողումա կներեք այդ բառի համար, գողը գողումա բռնի գողին այն պարագայում, որ ասենք ոչ այդ մարդուն ում ինքը որ մեղադրում է գողա եւ հանրությունը գիտի եւ ոչ էլ գողրացողը դրա իրավունք ունի դուք չեք կարող դատավորի կարգավիճակ ձեր վրա վերցնել որովհետեւ դուք այնքան մեղքերի մեջ եք ամեն անգամ երբ որ դուք Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանը մեզ ինչ որ բաների մեջ մեղադրում է հետո գալիս է ընտրությունները գրվում է դա ի ցույց է դնում որ դուք այնքան վատն եք որ ինչի մեջ էլ մեզ մեղադրեք Մեկը մարդիկ ասում են յախա են թափ տալիս կներեք այդ բառի համար ասում են ով ուզում ալինի մենակ սրանք չլինեն դուք այդ գիտակցումը ունեք կամ բանակցելու մասին եք խոսում ինչ տուն ինչ առանձնատուն ինչ բանակցելու մասին եք խոսում բա ուրա Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեռանք ասելով եկեք բանավեճի եկեք պատմեք այն ամեն ինչի գիտեք, այն լուրջ դեմքի արտահայտությունով, որ ձեզ հարմար մարդկանց հարցազրույց եք տալիս, եկեք վարչապետ Փաշինյանին մի պատմեք, Ալենին մի պատմեք, չգիտեմ, մեր падգամավորներին մի պատմեք, թող գա Ռոբերտ Քոչարյանը, նստի ընտրված իդեպ ի տարբերություն իրան, ընտրված մարդու առջև եւ հայ ժողովրդին պատմի, թող չպատասխանի նույնիսկ բան վարչապետին, թող հայ ժողովրդին պատմի, ասի գիտեք ինչ, Ղարաբաղի հարցում այս հարցը սենց է եղել, այս բանը սենց է եղել, այս բանը սենց է եղել, վախենում է, ես պնդում եմ, որ ինքը վախենում է, ընդհանուր առմամբ այն օրը գնացել էի միտեղ հարցազրույցի եւ հարցազրույցավարերը նես չէր, որ մեր աջակիցներն էին, հակառակը մեզ քննադատողներին էին, իրանք էլ են ասում ենք, այդ մարդը չի կարող գա եւ խոսի, ոչ ինքը կարող խոսի, ոչ այն մի անձնավորությունը մերժվածը կարա գա խոսի, իրանք այդ հնարավորությունը ոչ ինտելեկտուալ, ասում եմ, այն պարագայում, երբ որ լրատվամիջոցները կառավարելի են, երբ որ հրավիրում ես քեզ ուզած մարդկանց եւ քո ուզած հարցերն են տալիս, հետո մի հատ էլ լավ մոնտաժում ես, հետո ուզենաս կարա հարցազրույց տա։ Բա ինչի՞ չեք գալիս բանավիճելու։ Ամբողջ հույսը դուք եք մնացել Տիկին Վարդանյան, որ կգաք ստեղ կգորգռակ եւ բանով անչա, օդը չհերիքելով ինչ որ վերջին 5 տարվա ընթացքում անընդհատ այդ նույն ֆրազաները կասեք, այդ մեքենայի տակ գցած այդ ում մասին եք խոսում, ուզում եմ հասկանամ։ Այդ ինչի մասին եք խոսում, ինչի եք դրա մասին խոսում, որն է ձեր քաղաքական օրակարգը։ Լսեք, հույսներդ կտրեք,
ակնհայտ է, բոլոր հարցումները դուք էլ լավ գիտեք, չգիտեմ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ ձեզ են աջակցում, դա ասում են, դուք ընտրությունները պարտվելու եք, նկատի ունեմ, որ ակնհայտ է, որ դուք հավաքելու եք շատ ավելի շատ քիչ ձայներ, քան նախկինում եք ստացել ձեր բացակայելու պատճառով։ Այսօր քննարկում եք, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը մոտավորապես մի 10 րոպե ֆորում չի եղել, ոչ գալիս եք աշխատելու, ոչ պաշտոններն եք վերցնում, ոչ գնում եք գործուղում ձեր գործը անեք, այն որ ասում մի պուճուր խմբակցություն, ձեր պուճուր խմբակցությունով են երկու հոգին էլ իրանց կարևոր զգացին այսօր, մենք ամբողջ աշխատանքը մեր խմբակցությունով այս քանի տարի է ապահովում ենք։ Միջազգային կառույցների հետ ենք, հիմա մեր գործուղում, կեսը գործուղում է գնացել, այս մարդիկ գնում են գործուղում մի տարբերություն ձեզ։ Վերջացել եք, սպառվել եք ժողովուրդ, ձեր միակ փրկությունը այն է, որ մարդ ես մեկ էլ տեսար, համաձայնվեցիք եւ չվախեցաք եւ եկաք այդ բանավեճին։ Հա, իմիջիալից հիմա որ կաբանը սկսվի, քարոզարշավը սկսի, գնալու եք ժողովրդին ասել եք, գիտեք ինչ, եթե մենք երկրորդ, երրորդ տեղը զբաղեցինք, մենք գործի չենք գնալու, դուք ինչ եք աշխատավարձ ստանում։ Պրեմիա եք ստանում, ինձանից ուզում եմ հասկանալ։ Այդ պրեմիաները, որ տալիս եմ, ինչ եք վերցնում։ Առաջ տենց ձևական ինչ որ հանձնում էիք, չգիտեմ, ինչ որ ֆոնդեր, հիմա եք վերցնում, հա։ Իսկ աշխատավարձ եք ստանում, այո, իմ գրպանից որպես հարկատու։ Ինչ եք փող ստանում, ուզում եմ հասկանամ, եթե դուք գործի չեք գալիս։ Մի հակաճառեք, ինձ հեսա իմ ժամանակը նորից կավելացնեմ։ Ինչ, այո, ձեր ժամանակը ավելացնում եմ, ես էլ եմ պատգամավոր, իմ ժամանակն էլ կարամ ավելացնեմ։ Դուք մի խոսեք, դուք չեմպիոն եք այդ հարցում, ես ուզում եմ գտնեմ մի օր, երբ որ դուք ձեր ժամանակի մեջ լինի դա հաստատ ելույթ կտեղավորվեք, դուք ընդհանրապես դրա մասին մի խոսացեք։ Գնացեք, բացատրեք ինչ եք աշխատավարձ ստանում։ Ես կարծում եմ, որ պետքա չստանաք, քան դուք մի ժպտացեք, դուք ընդհանրապես պետքա չէ, դուք պետքա միշտ տխուր լինեք։ Դուք պետքա մի նյարդայնացեք, ես հասկանում եմ շատ եք նյարդայնանում, որտեղ այն նավը, որը որ դուք լքեցիք, այնուամենայնիվ չխորտակվեց, այո, ես հասկանում եմ, որ լքում են խորտակվող, մտածում են, հետո այդ նավը չի խորտակվում, այն երկրորդը խորտակվեց, այդտեղ ուրախացեք, ես երրորդը թող հոբելյանական ամենահաջողը լինի, կամ չորրորդը դուք վստահ եմ ձեր ձևով էլի չեք խորտակվի, շնորհակալ։ Հաջորդ ելույթի համար Անահիտ Ավանեսյան, առողջապահության նախարար, համեցեք։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Շատ կարճ, ես ասեմ Տիկին Վարդանյան, ես ձեր պատասխանը, քաղաքական պատասխանը իմ սենյակում տվել եմ, երբ որ դուք պատռելով զոհված զինծառայողների նկարները, որոնց շարքում իմ եղբայրն էր, շպրտեցիք իմ դեմքին։ Եվ վերջ։ 2026 թվականին պետական բյուջեն պատմական է եւ փաստում է, որ ապագա կա, ապագան այսօր է եւ հենց մենք ենք ճարտարապետը մեր երկրի ներկայի եւ ապագայի։ Այն պատմական է, որովհետեւ 26 թվականին կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրության առաջին փուլը, որի արդյունքում առաջին տարում մինչեւ 1.700.000 հոգի կներառվի այս նոր համակարգում, հաջորդիվ երրորդ տարում արդեն կդառնա ամբողջ բնակչությունը ապահովագրության շահառու։ Այն պատմական է, որովհետև իրագործվելու է 90-ական թվականների երազանքը ունենալ հասանելի առողջապահություն։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, մեզանից առաջ բոլոր իշխանությունները նախընտրական խոստում են տվել ու հետո արդարացումներ ու հիմնավորումներ բերել, թե ինչու է անհնար իրականացնել այս ռեֆորմը, որովհետև այն թանկ է, ռիսկային, համակարգը պատրաստ չի, ժողովուրդը պատրաստ չի եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց արդյունքում խնդիրները խորացել են, ել ավելի են կուտակվել, ռիսկերը մեծացել ու համակարգն ու ժողովուրդը չեն էլ պատրաստվել։ Արդյոք այս բոլոր հիմնավորումները եւ մտահոգությունները այսօր չկան։ Իհարկե կան։ Բայց այս եւ մեր կառավարության մյուս ռազմավարական որոշումներ կայացնելու վճռականության հիմքը
մեր մտածողության եւ մոտեցման փոփոխությունն է։ Մենք ժողովրդի մանդատը ստացել ենք ոչ թե արդարացումներ փնտրելու, այլ հնարավորություններ ստեղծելու, աշխատելու, ստեղծագործելու, բարեփոխումները իրականացնելու համար, անհոգնել լուծելով կուտակված եւ նորանոր առաջացող խնդիրները, կառավարել ռիսկերը եւ անընդհատ կատարելագործվել, այլ ոչ թե միայն երազելով իդեալական լուծումների մասին, նստել եւ Կիկոսի մահը մեր սիրելի հեքիաթի հերոսների պես դեռ չծնված երեխայի ողբը ողբալով չունենալ երեխա եւ ունեցած չունեցածնել կորցնել, թաղվելով վախերի մեջ։ Սիրելի ժողովուրդ, 26 թվականի բյուջեն այսօր կերտվող ապագայի մասին է, որովհետև պետությունը մեր երկրում ապրող, աշխատող, բարիք ստեղծող եւ բարեխիղճ հարկ վճարող անձանց շնորհիվ ներդրում է անում հենց մեր ընտանիքների, ներկայի եւ ապագայի մեջ։ Նորից շեշտեմ, որ որևէ ընտանիք, անգամ ամենահարուստ, իր ընտանիքի առողջության համար այդքան ծախս չի անում, ինչքան պետությունը այսօր եւ առավելապես հետագայում։ Եվ այսպես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 26 թվականին 219 միլիարդ դրամ հատկացվում է որպես հիմնական միջոցներ եւ 9.1 միլիարդ դրամ էլ սահմանվում է բյուջեի առաջնահերթություն։ Ներկայացնեմ բյուջեի 3 հիմնական ուղղությունները։ Նախ եւ առաջ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում մինչեւ 18 տարեկան երեխաների 65+ տարիքի եւ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն, ֆունկցիոնալության սահմանափակում եւ սոցանապահովության 28 բալ ունեցող անձանց ապահովագրավճարը փոխհատուցելու։ Բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր այսօր պետական պատվերի շրջանակներում ստանում են ծառայություններ, բայց կապահովագրվեն 27-ից 2 տարվա ընթացքում, կշարունակեն օգտվել պետական պատվերի շրջանակում եւ առողջության համընդհանուր ապահովագրության ամբողջական ներդրումից հետո պետական պատվերը որպես միջոցառում կդադարի գոյություն ունենալ։ Երկրորդ ուղղությունը առողջապահության ոլորտում կապիտալ ծախսերն են եւ 26 թվականին հատկացվելու է, շարունակվելու է նույն գումարը 12.3 միլիարդ դրամ եւ որը ուղղվելու է առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման եւ վերազինման համար, ապահովելու մեր առնվազն 50-ի խոստումը։ Հատկացված գումարներով կավարտվեն 29 ամբուլատորիաների կառուցման եւ վերազինման աշխատանքները, մնացած գումարները 16 բժշկական կենտրոնների եւս կառուցման եւ վերազինմանը։ Նշեմ, 18-ից մինչև այսօր 26 թվականը մենք մոտ 40 միլիարդ դրամ ենք ներդրել առողջապահական ենթակառուցվածքների մեջ։ Բացի սրանից, մեր լիզինգային ծրագրերով նպաստել ենք, որ մասնավոր հատվածը եւս ներդրումներ իրականացնի։ Եվ սրանով ենք պատրաստվել նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանը։ Երրորդ ուղղությունը առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղղված միջոցառումները։ Այս ուղղությամբ մենք ներդրել ենք առողջապահական կազմակերպությունների պարբերական լիցենզավորման եւ անհատական լիցենզավորման ինստիտուտները, որակի կառավարման համակարգը, լաբորատոր համակարգի գնահատումը, հանրապետական շտապօգնության ծառայության հիմնումը, սահմանել ենք մասնագիտական բնութագրեր, կրթական ուղիները, շարունակում ենք թվայնացման գործընթացը եւ սրանով էլ պատրաստվել ենք համակարգը ապահովագրության ներդնելու։ Սիրելի քաղաքացիներ, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գլխավոր նպատակը մարդու առողջության պահպանումն է, առողջ ապրելակերպը խրախուսելն է, վարքագծի փոփոխությունն է, առողջապահական խնդիրներին ճիշտ պահին եւ ճիշտ ձևով արձագանքելն է, որ ունենանք առողջ հասարակություն։ Այս համակարգի ներդրմամբ մենք պետք է հասնենք նրան, որ հիվանդությունը չի հանգեցնի մարդու աղքատացման, եւ որտեղ մենք բոլորս իդեմս պետության կանգնած կլինենք յուրաքանչյուր ընտանիքի եւ անձի կողքին։ Երբ որ դա անհրաժեշտ է, բայց արդյոք 26 թվականից մեր բոլոր խնդիրները լուծվելու են, բոլոր կարիքները փակվելու են, բժշկական օգնության եւ սպասարկման որակը կատարյալ է դառնալու։ Ոչ իհարկե, սիրելի քաղաքացիներ, մենք իրապես ազնիվ ենք ձեզ հետ եւ իրատեսական։
Առողջության համընդհանուր ապահովագրությունը ամբողջական ներդրումից հետո ծածկելու է բոլորին, բայց փակելու է ոչ ամեն ինչ։ Եվ իհարկե լինելու է պլանային դեպքերի հերթագրում, համակարգը ներդրվելուց հետո իրական կյանքը շտկումներ կիրականացնի, մեր վարքագիծը փոխելը գուցե անհարմարություններ ստեղծի, ենթակառուցվածքների եւ որակի մեր ուզած ստանդարտին հասնելը իհարկե դեռ ժամանակ է պահանջելու, բայց ամենակարևորը այս համակարգի արդյունքում առողջապահությունը հասանելի է դառնալու եւ կյանքեր է փրկելու, մեր ու մեր սիրելիների առողջությունն է պահպանելու։ Եվ վերջին մի քանի տարիների մեր այս քաղաքականությունը արդեն իսկ իր պտուղները տալիս է։ 24 թվականին մենք գրանցել ենք ամենաբարձր կյանքի միջին տևողության ցուցանիշը 78.6 եւ ընդհանրապես վիճակագրական տվյալները նման ճիշտ կլինի տարեկանները ներկայացնել եւ որպեսզի շեղումներ եւ խնդիրներ չառաջանան համեմատելուց։ Նվազել են ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը վաղաժամ, նվազել են մայրական ու մանկական մահացությունը եւ սա է մեր ճանապարհը։ Այս թվերը միայն մի քանի ցուցանիշներ են, որոնք ցույց են տալիս մեր խոստացված եւ իրականացրած քաղաքականությունների արդյունքները։ Եվ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը հենց հիմնվում է այս քաղաքականությունների վրա։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, 2026 թվականի պետական բյուջեն պատմական է եւ փաստում է, որ ապագա կա, այն խաղաղ է, առողջ ու բարեկեցիկ եւ մենք ենք ճարտարապետը այդ ապագայի։ Շնորհակալություն, առողջ եղեք։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Հասմիկ Հակոբյան, հաջորդ ելույթի համար համեցեք։ Շնորհակալություն։ Տիկին Վարդանյան, ձեզ առաջարկում եմ միասին գնանք ազգային ժողովի ավտոտնակ եւ նայենք, տեսնենք, որ մեկից վարած մեքենան է ավելի թանկարժեք։ Հավաքական վերցրած մեր ամբողջ ֆրակցիայի վարած մեքենաների գումարը դժվար ձեր այդ ոսկե ցլիկի վարած մեքենայի չափ լինի գումարի։ Էլ չեմ ասում, որ իր ունեցած անձնական հայտարարագրած ունեցվածքը ձեզ չի ընդհատում, որովհետեւ հնարավորություն ունենալու է sense պատասխանել։ Ձեր ուրեմն ոսկե նույն ցլիկի հայտարարագրած բանը ունեցվածքը ավելին է երևի, քան իրենց ձեր պահած, ժամանակներում պահած բանակի համար տարեկան հատկացումները։ Դրա համար մի քիչ խոսքի արժեքը իմացեք, գնահատեք ձեր բերանից դուրս եկած բառերը ու տենց բաներ, մանիպուլյացիաներ մի արեք, էլի, որովհետև կարող դուրս գանք ու պատասխանենք ձեզ։ Կամ ասում է բանը, ես չգիտեմ այդ պոդկաստերները են, պոդկաստինգ վարողներ են, չգիտեմ ինչ են, այդ չստացված, իրենք ինչ են խոսում։ Բա որ չգիտեք ինչ են խոսում։ Նոր նայեցի մենակ 3 հաղորդմանը դուք եք հյուրեր եղել։ Տենց շատ տեղեր եք գնում, որ չգիտեք բովանդակությունը, թե մենակ այդ պոդկաստին։ Նայում եմ, ասենք, ձեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը իրանցից շատ է այդ եթերին եղել։ Այո, 3 հաղորդման եղել է, կտամ, սկրին եմ արել, կտամ։ Տիկին Գրիգորյանն ա եղել, տիկին Ագնեսա Խամոյանն ա եղել, Լևոն Քոչարյանն ա եղել, պարոն Գեգամ Մանուկյանն ա եղել, բոլորդ եղել եք։ Մի ընդհատեք ինձ, մի ընդհատեք։ Ու առհասարակ, երբ որ լսում եմ սենց, ինչեր են խոսում, ասում եմ, Աստված իմ, տեսնես, այս մարդկանց հայրենիքը ո՞րն է, այս որ երկրից են խոսում, որ երկրի քաղաքացի, ինչից են խոսում, ինչ իրականությունից են խոսում, որովհետև իշխանություն եղած ժամանակ էլ էս երկրից չեք, ընդդիմության եղած ժամանակ էլ էս երկրից չեք, ոչ երկիրը գիտեք, ոչ այդ երկրի քաղաքացիներին։ Ասենք, ու ձեզ սիրով հրավիրում եմ իրական Հայաստան, հարգելի գործիչներ, որտեղ ոչ թե ապրիլի 24-ը ջնջված է օրացույցից Տիկին Գալստյան, այլ մենք վերակառուցում, վերանորոգում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որը վանդալիզմ չէ, ինչքան էլ դու փորձեցիք բանանել, մանիպուլացնել։ Հրավիրում ենք իրական Հայաստան, որտեղ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներ, падգամավորներ դասավանդում են բուհերում էլի Տիկին Գալստյան։ Այ օրինակ, ինչպես օրինակ ձեր գործընկեր պարոն Խաչատրյանը, ով ձեր ելույթից անմիջապես հետո, երբ ասում եք, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հանում են համասարներից, այլ կոնտեքստում 5 րոպե հետո ձեզնից ասեց, որ բացի ազգային ժողովից ինքը 3 բուհից աշխատավարձ է ստանում։ Հրավիրում եմ իրական Հայաստան, որտեղ քաղբանտարկյաններ չկան Տիկին Գյուրեղյան։ Եվ խոսելուց առաջ ԵԽԽՎ 1900 բանաձևից լավ կլինի տեր կանգնեք ձեր կառավարման ժամանակաշրջանի ձեր պատասխանատվությունը կրեք, այդ նույն ԵԽԽՎ-ն
պատժամիջոցներ էր կիրառում 2008 թվականին Հայաստանի դեմ քաղբանտարկյաններ ունենալու բերումով, ֆիքսում էր, որ կան քաղբանտարկյաններ, եւ այդ ժամանակ դուք կոալիցիոն իշխանություն էիք։ Հրավիրում եմ իրական Հայաստան, պարոն Գեղամ Մանուկյան, որտեղ իրական Հայաստանում այո, այդ ամրոցներ են կառուցվում սահմաններին, որի անհրաժեշտությունը, այո, 6 տարի առաջ կար, պարոն Մանուկյան, որքան էլ որ դուք հակառակն եք այստեղ ասում։ Այ եթե 6 տարի առաջ լինեին նման սահմաններ, ոչ թե Սեյրան Օհանյանական այդ բանը ասեցիք, տենց դիրքերը լինեին, շատ զոհեր միգուցե չլինեին։ Հրավիրում եմ իրական Հայաստան, ընդդիմադիր մի քանի տիկնայք այսօր մեջ բերեցիք, որտեղ 300 դպրոց 500 մանկապարտեզ ենք կառուցում։ Հետո էլի ենք 300 դպրոց 500 մանկապարտեզ կառուցելու, հետո էլի ենք 300 դպրոց 500 մանկապարտեզ կառուցելու։ Ու լավ կլինի քննադատելուց առաջ մտածեք, ինչի անհրաժեշտություն առաջացել անընդհատ 300 դպրոց 500 մանկապարտեզ կառուցել։ Կարող է, որովհետև այդ դպրոցներն ու մանկապարտեզների շենքերը վերցրել եք ձեր բիզնեսներն եք դրել, սեփական տներն եք կառուցել դրանց տեղը, չգիտեմ ինչեր եք կառուցել։ Հիմա ստիպված ենք նորից կառուցել 300 դպրոց 500 մանկապարտեզ ու խնդրում եմ չմանիպուլացնել հերթական անգամ, միայն նշելով արդեն շահագործման հանձնված շենքերը։ Այժմ ընթացքում է գտնվում բազմաթիվ այլ շենքեր, որոնք այժմ կառուցվում են։ Դրա համար մի մանիպուլացնեք, հանգիստ նստեք տեղներդ, կլինի ժամանակը, երբ որ կտեսնեք այդ 300 դպրոցը բանի վրա, հողի վրա։ Եվ ի վերջո հրավիրում եմ իրական Հայաստան, որտեղ խաղաղությունը իրական է։ Եվ ձեր ասած այդ խաղաղության օրակարգի սնանկություն նման տերմին այսօր հնչեց, սնանկությունը ձեր մտածածին Հայաստանում է, որը իրական Հայաստանը չէ։ Հետ եկեք իրական Հայաստան, ստեղ շատ լավ է, շնորհակալություն։ Շնորհակալություն, մինչ